Մեր հանդիպումը ձեզանից որոշների համար կարող է լինել ճակատագրական, ես ուղղակի սեմինար, ուղղակի տրեյնինգ, ուղղակի զրույց չեմ անում, որտեղ ձեր ընկալումներում, արժեքներում, գաղափարներում կարող են կտրուկ, չնախատեսված փլուզումներ լինել։ Այսինքն դուք որոշ խնդիրներ սկսեք վերանայել այլ կերպ, մտածեք, որ բայց ես այսքան տարեկան եմ հասել եմ այս ինչ կետին, ինչի կարծում իրականությունը սենց է, ինչի անգամ չգիտեի, որ հայերենում վատ բառերը հիմնականում ունենում են փոքր արմատ, կարճ բառ արմատը եւ երկար ու շատ վերջածանցներ։ Օրինակ հենց իրականություն բառը։ Միասին որ իրեն վերլուծման ենթարկենք, կտեսնենք, որ ունի 2-4 տարանոց վերջածանց, ական ելություն, իսկ բառը բառարմատը այնքան խղճուկ է, որ ընդհանրապես 2 տարից է բաղկացած, որն է նշանակում է նյութ, առարկա։ Եվ այն ինչի մեջ մենք ապրում ենք, մեզ փոքրուց սովորացնում են անվանել ոչ ավելի ոչ պակաս իրականություն։ Բնականաբար իրերն ունեն իրենց օրենքները եւ թելադրում են մի աշխարհ, ձևավորում են մի աշխարհ, որտեղ որ մենք ուզած-չուզած ենթարկվում ենք ոչ թե մեր սրտի, մեր հոգու կանոններին, այլ իսկականից ենթարկվում ենք իրերի կանոններին։ Դրա համար հաճախ նկատվում են ոչ կրթական համակարգերը, առավել մոտ են արտադրամասերի, նորմալ երեխեքին մտցնում են դպրոցու համալսարան, դուրս են գալիս որպես все на одно лицо, այսպեսի խոսք կա, չէ, շատ քչերն են բարձր հանած։ Շատ քչերն են հաջողացնում պլստալ, կոպիտ ասած, այդ կրթաարտադրական միավորների ձեռքից։ Այն ինչը մենք համարում ենք բանկային համակարգ, իրականում խնդիր է դնում իր առջև որոշակի հաճախականության մեկին ժերտվա տա, մեկին զոհ տա։ Այսինքն 10 հոգի իրար ճանաչող, որ գնում են բանկից որոշակի գործավեր, բանկից ինչ-որ բան վերցնելու, պարտադիր պայմաններն է, որ որոշակի փուլեր անցնելուց հետո 10-ից մեկը անկում ապրել։ Այսինքն հասնելու է ամենածանրագույն վիճակին, եւ հետո դա իհարկե սպառնում է 9-ին է։ Էլի, ով պլստած, խնդիր չկա։ Տարբեր համեցեք։ Բանակը, որը մեզ մոտ մեր համար բարձրագույն անքննարկելի արժեք է, բոլոր հայերի համար, եւ Հայաստանի, եւ Սփյուռքի, աշխարհի բոլոր հայերի համար, եւ բանակը եւս որ նայում ենք որոշակի խնդիրներ ունի։ Հայկական բանակը ներկայումս կառուցված է քանակական մոտեցման համար, որը ռուսական բանակի սկզբունքն է, ով իրեն կարող է անցայրացի երկիր պահելու համար քանակի վրա անել խաղադրույքները կոպիտ ասած։ Այսինքն մեր զորքը ոչ որակական է։ Դրա համար սահմանում կանգնած տղաները Բարալապես դերևս քանակական հարց են լուծում, որ վտանգը գա իրենք զոհվեն, կոպիտ ասած, հետո նոր գնանք ինչ ճարմուտեցնում եւ ներսում արդեն ոնց են պաշտպանություն կազմակերպում։ Քանակի խնդիրներ ունենք։ Ինչպես։ Քանակի խնդիրներ ունենք արդեն։ Իհարկե ունենք։ Առավել ևս քանակական խնդիր ունեցող ազգեր ու երկրները իրավունք ունեն քանակական սկզբունքի վրա հիմնված բանակ պահելու։ Իրանցը պիտի լինի որակական։ Այսինքն առանձին վերցրած ամեն մի զինվորը պետք է լինի սամուրայ, չգիտեմ, պետք է լինի սարսափելի, կռվի, մարտի գործի, որը որ համաշխարհային մասշտաբների մի զինվորի համարժեք լինելը հակառակորդ չէ, պետք է լինի 1-ին 100։ Այդքան ինքը պետք է տիրապետի իր մարմնին, իր զենքին, իր ստրատեգիային, իր մարտավարությանը։ Մեր մոտ դա չկա, 2 տարում անհնար է դառնալ պրոֆեսիոնալ զինվոր, որովհետև 2 տարում պրոֆեսիոնալ վարորդ չկա։ Հասկանում եք, չէ՞ ինչի մասին խոսում։ Իհարկե։ Առաջարկար որ մեր խոհանարը ձևակերպումը շտեղանական բաժակի ձևով չէ, այսինքն չեմ հիշում ժամկետները, բայց տարեկանով 18-ից կարծեմ 25-ը պետք է տարեկան 2 ամիս ծառայել, այսինքն անընդհատ ինքը ծառայության մեջ պետք է լինի 25-ից 35 մի ամիս, հետո չանում է։ Իսկ այդ արմատը լինի։ Տեսեք, դա առաջարկ, բայց ավելի սարսափելի առաջարկներ կան, դա ես ինչ չիմականացնում չի։ Գիտեք, երբ որ մենք ընտրությունը կատարում ենք վատից մի քիչ ավելի պակաս վատ, մենք ամեն դեպքում ունենք ենք փակ օղակի մեջ։ Ես խոսեցի նրանից, որ բանակի տրամաբանությունը ռուսական բանակին է, չէ՞ կրկնում, բայց Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը Ֆրանսիայի սահմանադրությունը թարգմանված։ Դրա համար մեր բոլոր խնդիրներին մենք չենք կարողանում պատասխան տալ։ Դա ոչ ազգային սահմանադրություն է։ Երբ որ մենք անկախանում էինք, խնդիր կար ապալ-թափալ մի բան, դե պետությունը պիտի ունենա սահմանադրություն։ Դրանք
ստերեոտիպերի միջայլոց, մենք էլ մտանք դրա տակ, վերցրեցինք ֆրանսիական սահմանադրությունը, դատացրեցինք մերին։ Հիմա վերցնել որևէ այլ երկրի մոդել ու ներդնել մեր ազգային բանակի հիմքում, իր հետ բերելու այն խնդիրները, որ բերում է այդ պետության համար, բայց իրենց աշխարհագրությամբ, իրենց բնակչությամբ, իրենց ռեսուրսներով, այստեղ շրջանառվում էր ասեցի ավելի սարսափելի բան, չբարձրաձայնեցի ինչ, աղջիկներին ծառայության ներգրավելու թեման, որովհետև ի սկզբանե մեր Իսրայելի բանակը դրանը հզոր։ Ինչով? Իսրայելի բանակը դրանը Ժողով ջան, Իսրայելի բանակը բարեզս հզոր է նաև դրանով։ Իսրայելը այսօր համաշխարհային զենք արտադրող է, որից հույս ունենք, որ մենք էլ շուտով զենքեր կգնենք, եթե Իսրայելը բարեհաճ, ինչով։ Բարկով, ինչով։ Բարշից։ Վայ, անչափ շնորհակալ։ Նորասում ենք կյանքը ջերի նման երկար լինում։ Ինչովը բազ է։ Հիմա մենք, ուրեմն ես ուզում եմ այս ընդհանրական պատկերը, որը իրականությունից առաջ եկավ, տեղայնացնեմ ու նախ հասկանանք մենք հասկացությունների ընկալումը այսօր մեր շփման պարագայում ոնց է ընթանալու ու անցնենք առաջ։ Սովորաբար իմիջիալոց բառերը ձեզ համար կարող են այսօր ու այսօր հետ դառնալ բանալիներ, որովհետև մի շատ խորապնդում կա առ այն, որ եթե դուք արաբ չեք, եթե դուք պարսիկ չեք կամ դուք աֆղան չեք, դուք ինչքան ուզում եք Օմար Խայամ կարդացեք, ինչքան ուզում եք Ռումի կարդացեք, ինչքան ուզում եք Ֆիրդուսի կարդացեք։ Դուք մաքսիմում հոտն առնեք, բայց ոչ երբեք ճանաչեք այն պտուղը, որ իրենք թողել են իրենց սերունդներին։ Նույնը, եթե ինչ-որ մեկը Սարհատ Նովակ փորձի կարդալու ընկալել, հասկանալ, եթե Շիրազ կարդա, եթե Իսահակյան կարդա կամ եթե Թումանյան կարդա։ Այս պարագայում մի պարզ խնդիր կա, ինչի ասացի բառերը բանալիները։ Օրինակ հասկանալ բառի մասին մեր որտեղից։ Մեր հոգեբանության դասում, սեզոն մտածողության դասում վերցնել ենք այդ բառը։ Եվ հասկացել Հայերենից եք։ լավ ենք։ Դա պրոցես շատ հայերենից են լավ է։ Հենց հիմա էքսպերիմենտ ենք անում ձեզ է ու հատկապես դու նշանի հայտեք, տեսնենք հայերենից ոնց է։ Ուրեմն հասկացողությունների վիճակը մեզ մոտ բարձրում համար հարց առաջին։ Ինչ է ժամացույցը։ Այս ոչ մի կապ չունի մեր այսօրվա թեմայի հետ, էքսպերիմենտ։ Ազատ տարբերակը միանգամից ասում։ Կարճ կոնկրետ ասում եք մարդու, ով չգիտի այդ ինչա, խամ մարդ, հա, երբևէ չի առաջվել երևույթ, է, բացատրում եք, որ ինքը պատկերացնում հասկանա։ Ինչ է ժամացույց։ Ժամանակը որոշված է մարդու համար է ապրիչը ստեղծված, ժամանակը ճիշտ ընկալելու համար։ Տարածության հետ։ Իրավորը ճիշտ։ Լիարժեք ասեք։ Ժամացույցը։ Ժամացույցը դա իր է, որը տրված է մարդուն կյանքը պլանավորելու համար, օրը պլանավորելու համար։ Շատ լավ։ Կա ուրիշ տարբերակներ։ Ժամանակը կառավարելու համար։ Ժամանակը կառավարելու համար։ Ժամացույցը իր է, որը տրված է մեր ժամանակը կառավարելու համար։ Ուղղակի կան բար ժամացույցերը, որը ցույց է տալիս ժամանակը։ Բայց Ժամացույցը իր է, որը ցույց է տալիս ժամանակը։ Ընկերա, պարզ դուք բախով դուրս եկաք իրավիճակից, ձեր ասածն է նույնը, այսինքն ժամանակը կմենելու կառավարելու պլանավորելու գործիք։ Հիմա երկրորդ հարցը։ Ինչ է ժամանակը։ կյանքի չվերականգնվող ռեսուրս։ Նույն իհարկե նորից դիտարկեք ձեր պատասխանը։ Ինչ։ Ինքը չվերականգնվող ռեսուրս է ժամանակը։ Ինչպես ասած, կարող է ժամանակը բդույթների թիվն է։ Կարող է Պետրոսյանը։ Ինչ է ժամանակը, ժողով ջան։ Շանս։ Ուրեմն տեսեք ինչ տարբերակներ են հնչում։ Շանս, կյանքի տևողություն, բդույթների քանակ, ուրիշ։ Նոր քիչ ավելի ակտիվ եք ես դրացնում։ Անսահմանափակ եւ սահմանափակ միջոց։ Շնոր շատ չի ընդհանուր ձեր պատասխանը։ Մարդու համար ով չգիտի դա ինչ է, դուք հիմա փորձում եք բացատրել ժամանակը ինչ է։ Իրապես եք ու բարդ բաներով բացատրենք մարդու։ Հա, ոչինչ, բացատրեք։ Բառերով ասեք ժամանակը ոսկի։
Հիմա այս ծրացածից հետո խամ մարդու մոտ տպավորություն կստեղծվի, որ ժամանակը իսկականից ոսկի է, դուք էլ կողիցս պետք է գնահատել, գնաս շուկա, իր մոտ է գումարում ոսկի գնելու, բայց մյուս կողմից ոսկի շապելու գործիքը ոնց որ ժամացույց չի կոչվում, հա։ Ուրեմն հետաքրքիր այսպիսի մի բան կա, երևույթ, երբ որ մարդկանց հարցնում ենք ինչ է ժամացույցը, բոլորը գոնե ներքին զգացողությամբ հստակ գրեթե 100% գիտեն ինչ է ժամացույցը։ Դանի բանը որ չափում է ժամանակը, դրանից է բարձրանում։ Երբ որ մարդկանց հարցնում ասում եք, իսկ ինչ է ժամանակը, այդտեղ մարդիկ տեղում գնում են էզոթերիկայի դաշտ, գնում են պարանոմալ հոգեբանության աշխարհ, որևէ մեկը նույնքան վստահ ժամանակի ընկալում չունի։ Այսինքն մենք գիտենք, որ կա մի բան, որը այն մյուս բանը չափելու գործիքն է, ժամանակը, բայց ժամանակի ընկալում որպես այդպիսին չկա, որովհետև ձեր նշած կյանքի տևողությունն է, անդառնալի է, էլ ինչ եք ասել, անգնահատելի է, ոսկի է, սրանք նույնքան կարծրատիպեր են, ինչքան առաջի կարծրատիպը, որ եւ այս ժամանակ կոտրվել էր։ Ժամանակը ինքը սահմաններ չունի, ընդհանրապես սահմաններ չունի, ժամանակը լրի ուրիշ պարամետրերով ընդհանում մրջունների մոտ, մարդկանց մոտ ու թվերի մոտ։ Ժամանակը շատ վերադառնալի է, ցանկացած ժամանակ նորա հետ բերել, որ ասում անդառնալի գնաց կորավ։ Ժամանակը ոսկի չի, որտեղ ձեր ժամանակի դիմաց վերջի 1000 տարում ոչ մեկ ոսկի չի տալիս, վերջի անգամ բրինձուցով են ընկել, հիմա էլ թղթադրամ լավագույն դեպքում, որ ամեն օր արժեզրկում է։ Այսինքն այդ հասկացությունների պարագայում ժամանակ մենք տեսնում ենք, որ հայրենի իմաստությամբ հանվերջ մենք ունենք որոշակի հասկացությունները ընկալելու խնդիր։ Դրա համար հաջորդ հարցը, որի շուրջ խոսելու ենք, հետևյալն է. ինչ է ազգային կառավարում, առանձին վերցրած նաև բառերը, եւ ինչ է PR։ Այս երեք հասկացությունները։ Սկսենք։ Ազգային ինչ է։ Այս համարյա ժամանակ ստացվեց։ Ուզում եք հետառնանք ժամանակին։ Ազգային ինչ որ որը ապանդաբար Նախ վստահ ու բարձր ու համարձակացեք։ Դուքով։ Երկրորդը ինչ որ բան որ ավանդաբար փոխանցվել է, լավ։ Միևնույն տարածքում ապրող մարդկանց համախմբության ընդհանուր արժեքն է ինքը։ Շատ լավ։ նույն մենտալիտետը մշակույթ ունեցող մարդկանց Լավ։ Ուրիշ։ Ինքնությունն է մարդու։ Ինքնությունը անհատականացրեցին։ Ազգային ինքնություն բանաստեղծական Հա, կա ազգային եւ անհատական, բայց պատմությունը չի կարող են նույնանալ, չէ՞։ Ասենք այս աղջկա պարագայում ահագին ազգային տարերի մարդացուլով խեց անհատականացած։ Ուրիշ արժեհամակարգերի համոզում։ ինչ արժեհամակարգերի։ Այսինքն մեր մշակույթը, ինչպես եք մենք մտածում, ու այդ տարածքում ապրող մարդկանց այդ արժեհամակարգի որոշ մասնիկները Շատ լավ։ Հիմա մի քանի հարցեր։ Պետությունը ազգային է։ Մասամբ։ Ով է։ Որ մասամբ։ Ինչը մենք ունենանք պետականություն, բայց ասք չեն կարող։ Նախ եկեք պետականություն բառը չօգտագործեք։ Պետականությունը կարող է համարվել նաև թագավորությունը։ Թագավորությունը պետականության դրսևորում է, նաև բռնապետությունը, նաև տոտալ ինչ-որ կառավարման իրանք։ Պետությունը ազգային է, դուք ասել եք մասամբ, խնդրում եմ հիմնավոր։ Այն մասամբը, որտեղ պլյուս ազգային է։ Քաղաքացին ազգային է։ Չէ։ յուրաքանչյուր քաղաքացի չէ, յուրաքանչյուր քաղաքացի սա ազգային ձևակերպում է։ Ես ինչ խայտարակ։ Չնայած Հայաստանում ուզեմ չդեմ միայն հայերն են ապրում, այնպես Քաղաքացի, մենակ Եթե
Կան եղբայր ազգեր ունենք, եղբայրավար, միասին, որպես նաև իրենց հայրենիքի մասնիկ ապրում են։ Բայց եթե քո սահմանադրությունը ասում է յուրաքանչյուր քաղաքացի ու այսքան բան է ասում, դա նշանակում ոչ միայն այն քաղաքացին, որը ազատ այստեղ ապրում է, դույալ դեպքում եզդին, ասուրին կամ մալական, այլ նա ուղղակի մտել է ճամփորդներով Մայր Հայաստան։ Բայց ինքը քաղաքացիություն չունի։ Հենց ստացավ, Քաղաքացիություն չունի, բայց հենց ստացավ կամ համապատասխան կարգավիճակ ունեցավ, ինքը նույն օրենքներից հետո ասել որ դրսի մարդի ոչ ոք շատ շարժման չեն քաղաքացի, բայց քաղաքացիները բոլորը դրսի քաղաքացիներ են։ Այդ մասով կանադարման հասկանում համար ինչից է կենտրոնում որ շարժուկված չեն լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետև ավելի քանակության գույք սարսափելի մեծ չափերի հասնող հանքեր, արտեր եւ լճեր պատկանում են ՀՀ քաղաքացիների, որոնք ազգությամբ հայեր չեն։ Բայց իրանք երկքաղաքացի գերմանացիներ են, օրինակ, պայմանական են ասում, կամ ֆրանսիացի, իրենք սեփականատեր են։ Երևանի կենտրոնում գտնվող կամ Գյումրու կենտրոնում գտնվող տարբեր շուկեղ կառույցների սեփականատերեր են։ Նույնքան սեփականատիրական իրավունքները, որքան դուք եթե լինեիք դրա, այսինքն սահմանադրություն ձեզ որպես իր քաղաքացի դիտարկում եւ պաշտպանում։ Ուրիշ հասկացություն սահմանադրությունից հասարակությունը այն բառերի գիտությունն այդ գործի դրել, որով մեզ անվանում են, մեզ ասում են հասարակություն։ Պարզը չէ, ինչ են ասում, էմոցիոնը կարելի մի կողմ, ազգային, Չէ, էլի չկարողն են ազգային միանշանակ։ մասնաբելի։ Միանշանակ չես կարող։ հա, մասամբը ձեր մոտ կոնսուլ է։ Հեսա վերջը։ Ուրեմն, սահմանադրությունը, որը մեր երկրի մայր օրենքն է և որը մեր պետության իր աշխավորն է ու որ պետությունը մեզ համար քանք է, իր բնույթով ազգային չէ, միջազգային է։ Եվ դա աշխարհի հետ հարաբերվելու մի գործիք է, ճիշտ այնպես, ինչպես մենք օրինակի համար ինչ ասեմ հայ քրիստոնեությունը ներկայացնում ենք աշխարհին, բայց տիեզերաժողովներից մեկից սկսած Քաղաքելունու ժողովից հետո հայ եկեղեցին համաշխարհային եկեղեցու տեսակետից դիտվում է ոչ այնքան հենց ոնց որ կարելի է դիտել, այսինքն համաշխարհային եկեղեցական ընտանիքի մեջ մենք սպիտակ ագրավի առաքելական եկեղեցու մասին խոսում կարգավիճակ ունենք, որովհետև տոները, ծեսերը, դոգմատիկան եւ այլն որոշակի փոփոխություններ կան։ Հայ կաթոլիկների, հայ բողոքականների պարագայում այլ է։ Իհարկե իմ համար եթե նկատեցիք բոլոր իրեք դեպքերում գերակա էր հայ բառը, հետո նոր թե որ ուղղության հարող են իրենք։ Նույն խնդիրը կա, երբ որ մենք ներկայանում ենք աշխարհին։ Տեսեք, եթե հիմա ես ուզում եմ ձեզ հետ գործնական հարաբերությունների մեջ մտնեմ, ուզում եմ որպես հրապարակչություն իմ գրքերը վերել եւ ձեր խանութում վաճառել, ինձ պետք է ոչ թե ֆիզիկական անձ հայկը որպես հարաբերվելու միջոց, այլ անհատ ձեռներեց հայկը, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, ԿԲ եւ այլն։ Այլ պարագայում շատ դեպքերում այդ գործակները իմ առաջ փակ են եւ ես այնտեղ մուտք չունեմ։ Մեր այցեքարտը համաշխարհային որոշակի հարաբերությունների մեջ դա պետությունն է։ Եթե կուզենք իմանալ, դա ֆասադն է, արտաքին երևացող կողմը, որը այդ գործառույթները իրականացնելու համար, արտաքին խնդիրներ լուծելու համար իդեալական է։ Հիմա մյուս հարցը հետևյալն է, իսկ ներքին իրողությունների համար որքան է իդեալական։ Աշխարհին ցույց տան, որ մենք էլ ՍՊԸ-ում ենք, շատ լավ է։ Բայց երբ որ մենք ասենք Հայաստանի Հանրապետություն, մի 10 հատ ճակատագրական սխալ է Հայաստանի Հանրապետություն ասելով մենք երբեք նկատի չենք ունենում մեր պատմական հայրենիքը։ Հայաստանի Հանրապետություն ասելով թղթերով կլինի փաստացի դեպակտո թե ձևական, մենք տարանջատում ենք Ջավախք եւ Արցախը։ Ու Հայաստանի Հանրապետությունը, այսինքն Հայաստան պետությունը իր մեջ ներառում է մի քանի մարզեր, ոչ մի կերպ չի հարում պետական Հայաստանի հետ, հայկական պետության հետ լայն հաշվով, Կովկասյան տարածաշրջան է ու իրեն հով կպած տարածքներն անգամ իրենից դուրս է դիտում, նույն Ջավախքը, նույն Արցախը եւ այլն եւ այլն։ Եվ Հայաստանի Հանրապետությունը հովանի է բացառապես իր քաղաքացիներին։
Հիմա երբ ես հարցրեցի ազգային ասելով դուք ինչ եք հասկանում, վաղը մյուս օր պետական պաշտոններ կարող եք զբաղեցնել, մինչև անգամ բարձրագույն եթե արդեն չեք զբաղեցնում, պետք է ձեզ հաշվետակ կառույցը, որը ձեզ վարձատրում է, որտեղ դուք աշխատում եք, բնավ ազգային խնդիրներ չի լուծում։ Բացարձակ։ Արտաքինի համար լավ հանդիսացող այդ կառույցը ազգային հարցերում չունի նման ձևակերպումներ։ Մեր սահմանադրության մեջ միակ ազգային կոմպոնենտը տարը, ով կարող է ասել, որն է։ Ահա, ձեր անունը ասեք։ Լաուրա ջան, այո։ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերեն է։ Այս որին ուզում էին ոչ բարով փոխեն չէ։ Գյուրջերը չենք հարթացել դրանից։ Գյուրջերը շատ հստակ հայերենի ու ռուսերենի մասին, ռուսներին շատ հստակ ասում է, այս երկրացի է ծննդով իմիջայլոցի գիտություն ուղղակի որպես հետաքրքիր տեղեկություն ասեմ, որ այն միֆը, որ Թիֆլիսում Իոսիֆ Ստալինը ավարտել հոգևոր ճեմարանը, անգամ ռուս պատմաբանները չեն ուզում։ Ստալինը Թիֆլիսում սկսել է սովորել հոգևոր ճեմարանը եւ ավարտել է Ալեքսանդրապոլի ճիզվիտների դպրոցը։ Իսկ քանի որ այստեղ մնալու տեղ չուներ, ապրում էր Գյուրջիևի տանը, որտեղի մասին ջերմիշողություններ ունի, շատ էր սիրում նրա մոր պատրաստած կարկանդակները, մեջբերումը ռուս պատմաբաններից։ Սա տուրիստական պոտենցիալ է այս հատվածի, տասնապատկման անգամից։ Դեռ աշխարհում շատ կարող մարդիկ կան, որոնց համար այս թեման անբացատրելի մեծ ուժ է։ Սրանք մենք հաճախ չենք։ Այդ ստանը սովորել հոգևոր ճեմարանը արդեն միֆ է իմ համար։ Էլի հասկացությունների խնդիր կա, իսկ հոգևոր են հոգևոր ճեմարանները։ Թե չսովորել է, դե ֆակտո սովորել է։ Իհարկե։ Եվ ճեմարանը կարող է լինել հոգևոր, ոչ հոգևոր չէ։ Այսինքն մենակ են, որ գայլը գարանորդի մտում է գառների մեջ, դա դեռ նշանակում որ գառը մտնում գառների մեջ, դա նշանակում որ նա այնքան հնարամիտ է, որ այդ քողով մտնամիտ է, որտեղ իր ֆունկցիան լավագույնս կարող է կատարել։ Ուրեմն ազգային ու պետականը կարող են համալրվել, զուգորդվել ու սերտաչել ու մեկը մեկին ծառայել, բայց եթե պետականն ու պետության դրույթները դառնում են գերակա, մենք դառնում ենք հասարակությանը սպասարկող կառույց ու ժողովուրդ, մենք դառնում ենք տուրիստին սպասարկող կառույց ու ժողովուրդ, մենք դառնում ենք քաղաքացիներ, ուղղակի քաղաքացիներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ ազգային պետություն են, այնտեղ բարձրագույն արժեք են, նույնիսկ Ֆրանսիան, որոնցից վերցրել ենք սահմանադրությունը, եվրոպական շատ երկրների են, եթե այդպես չներ, այսօր այդ միգրացիոն խնդիրները չէին ունենա, արաբներ, թուրքեր, չէ, անընդհատ այդ ոստիկան, անընդհատ փոփոխում է մարդականակի պատկերը։ Մեկը միշտ Իսրայելը, ով ասաց Իսրայելի մասին այս աղջիկներից, դուք ասացիք, Իսրայելը ազգային պետություն է, որտեղ այդտեղ պետություն, Չինաստանը ազգային պետություն է։ Ուրեմն ազգային կառավարողներ ներկա եւ ապագա։ Կարծել որ պետությունը հաջան Կորեան ոչ միայն։ Կարծել որ պետությունը ամրացնելը իր առկա ամրագրված սկզբունքներով բերում է ազգայինի ամրապնդմանը, ոչ միայն այդպես չէ, այլ հաճախ կարող է լինել հակառակը։ Ինչ ասել է կառավարիչ եւ ինչ ասել է կառավարող։ Այս գործը ես որ անում եմ, սեմինարի մեկնարկի սկզբից պետք է արված լիներ։ Օրինակ որ ասեցիք հաստանալ, ես ուրախացա, որ այդ բառն անդրադարձել։ Ինչ է կառավարիչը, ով է կառավարողը։ Ինչ տարբերություն կառավարիչի պետություն։ Պետի, նախագահի, լիդերի ու առաջնորդի մեջ։ 5 լրիվ տարբեր հասկացություններ են։ Դերևս կառավարիչը սահմանում։ Հաջան։ Կառավարիչը հերոսիքով կազմակերպող։ Իսկ բառով գիտեք ինչ ծառայում։ Ղեկավար ու կառավար բառերը ծանոթություն ունեն ձեզ համար։ Իսկ դուք կառավարիչը կարգ։ Շատ ճիշտ է։ Կառավարիչը կարգը վարում է, որը նշանակում է ժամանակին 4 տարբեր տարերքների, այսինքն այլաբանեն ասած, կրակող, ջուր եւ օդ 4 տարբեր նժույգների կառավարիչներին ասում են կառապան, հնդկական կրոնում Կրիշնյան կառապան է, այսինքն
հոգևոր կառավարիչ, որը 4 տարբեր ու իր ձերը հակառակություններով են բազում գնում։ Եթե դուք կառավարիչ եք ու ջուրն ու կրակը հաշտեցնելուց կամ կրակն եք հանգցնելու կամ ջուրը գոլորշիացնելու, դուք կառավարիչ չեք։ Դուք մաքսիմում պաշտոնյա եք, որ ես ոնց հայտնվել եք եթե։ Կառավարիչը կարողանում է կրակն ու ջուրը հաշտեցնել այնպես, որ կրակը մնա կրակ եւ ջուրը մնա ջուր։ Նույնը մնացած բոլոր տարիքների բարակը։ Կարճ վարող։ Իհարկե ղեկավարն ավելի մոդեռն տարբերակներ, նավապետ, ամենալավ ասոցիացիան ոչ թե տաքսու կամ գազելի, այլ նավապետ պատկերացրեք, որը խորտակով նավի վրա մնում է։ Ըստ նավապետների, ըստ նավային օրենքների չի գրված։ Նավապետն ու հիմնական անձնակազմը մնում են խորտակով նավի վրա։ Այդպես էլ եղավ ձեզ հայտնի խորտակված նավի դեպքում։ Բոլորիդ մտքում ամենաանցավ, չէ՞։ Բայց դա չի ամենամեծ նավը։ Դրանից կարճ ժամանակ առաջ խորտակվեց աշխարհի իրոք ամենամեծ նավը, գիտեք ոնց էր կոչվում։ Ինչ։ Բրիտանիկ։ Չէ, այստեղ դու մասամբ ուրախանալու ես։ Նավի անունն էր Արմենիա։ Աշխարհի ամենամեծ նավը Տիտանիկից առաջ, որը խորտակվեց համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ձեր բապտիստ լուսանկարները կան։ Հաստավարել ֆիլմեր կա։ Հսկայական նյութեր ուսումնասիրություն 1940 մեկը։ Այդ սրա մասում Հոլիվուդը, որ կործանի կինո չի նկարել։ 1940-ականներին Ադրբեջանի Արմենիա։ Այո, 1940 Տիտանիկից հետո։ Հա, կներեք, ժամանակագրական առումով Տիտանիկից հետո, բայց տեխնոլոգիա Տիտանիկը 1920-ականից 12-ի, ասեմ առաջին համաշխարհայինն է, թե չէ, երկրորդ համաշխարհայինի, ժամանակագրական առումով Տիտանիկից հետո է, բայց ամենամեծ նավն է, որը նման ճակատագրի առումացել, կոչվում է Արմենիա։ Դեռևս լեգենդներ կան միտոնավոր այդ նավը խորտակվել ամբողջությամբ բեռնված մշակութային արժեքներով, քանդարժեք կտավներով եւ Տիտանիկի մեջ եղած մարդկանց 3 անգամ գերազանցող թվի հասնող մարդկանցով։ Ոչ մի չի։ Մեր կործանիչներ, Ստալինի հրաման եւ այլն, բայց հետաքրքիր է, Արմենիա։ Ուրեմն կառավարիչից հետո առաջնորդ բառը նախագահ բառի հետ ոնց է Աստվածային բառի։ Նկարում է, չէ՞։ Գահից առաջ։ Ես ո՞վ անձնից։ Նույն անձն է, որ հասկանալու։ Հա չէ, եթե տենց ուրեմն կրկնակի ուրախալի է։ Այդ գործողի տանը։ Լավ նախագահը մեկն է ու գահից առաջ է, բայց ոչ երբեք նա ու գահի վրա է, հետևաբար գահը ազատ է, եթե նախագահ ունեք։ Իսկ առաջնորդը։ Ինչպես նախագահն է այդ առումով շատ կարող է լինել։ Ու լինում է։ Գահակալի մոտ նախագահն է։ Հա, ինչ ֆունկցիան բառը պարունակում է, ինչ ֆունկցիա է կատարում։ Առաջինը լինել ինչ-որ բան, առաջ տանել, չէ, առաջ գնալ։ Ռուսերեն начальник բառը այդքան չի բնորոշում առաջնորդին, բայց արմատը начальник-ի началն է։ Начало, այսինքն սկիզբ, սկսել, ինչ-որ բան սկսել, начальник որ ասում են, դա լիդերը դե չենք անդրադառնում եւ մնաց ինչը։ Պետը։ Հա? Պետ մնաց։ Պետը։ Գիտեք ինչ։ Ուրեմն պետություն։ Այն ինչ բառեր կան։ Պետական։ Նույնն է։ Պետով շատ բառեր կան, չէ՞։ Պետո։ Պետ մներ արման։ Պետ։ Պիտույի որ ասում են, պետքական, պետքը հոգնակի է, չէ՞։ Բառը պետքական, պիտանի։ Այսօր որ ասում ենք պետ, երբեք այդ ասոցիացիաները գրեթե չեն։ Շատ լավ, ուրեմն ազգային կառավարիչները հաստատացան եւ PR-ի մասն էլ հաստատ բոլորը որոշակի գիտելիքներ ու տեղեկություններ ունեն։ Ձեր փոխանակն եք տեղեկություններ արտահայտել ու ասել։ Հանրային կառույց։ Լավ։
Ո՞վ ասաց ռեկլամ։ Բայվա։ Հանրային կապերն ինչ է։ Իսկ քաղաքականություն։ Հանրային կապեր որ ասում են, ճիշտ եք ասում։ Բայց բառը բառացի թարգմանելով կամ հասարակայնության հետ կապեր։ PR կառավարում, ոնց որ ասեք management, PR կառավարման գործառույթ է։ Եվ PR-ը կառավարում է հանրության կարծիքն ու վերաբերմունքը։ Եթե մենք կարծում ենք, որ այս հրապարակում 7 կռուպ տալը, 7 անգամ պտույտ տալը մեզ համար բախտավոր նշանակություն կարող ունենա, դա անգամ հրապարակի համբավը կարող է փոխել եւ ուրիշ խոսքեր ապահովել։ Եվ դա բերում է կարծիքն ու վերաբերմունքը վարքի, մենք սկսում ենք պես բարել այս կամ այն կերպ, չէ՞, օրինակ գալուց կողքից կինը ապարտությամբ նշում էր Ազատան գյուղի բնակչություն, ոնց սրանց հախից եկավ, ու ես ասացի, որ խնդրում եմ ինձ ինչ տեղով շեկորիչն եմ, որ Վարդանը գարդի մոբրեր, ու ինքը Ազատանի մասին սկսեց պատմել, բայց դա չէր լինի, եթե այդ մարդկանց վերաբերմունքը կարծիքը չփոխվեր, վարք չէր ծնի։ Այսինքն առաջին հայացքից անմեղ թվացող կարծիքի ձևավորումը իրականում հեռավոր նպատակ ունի։ Բերել նրան, որ մարդու վարքագիծը պահվածքը փոխվի կամ անի ինչ-որ բան, կամ չանի ինչ-որ բան։ PR-ը մարդկանց սովորեցրել ցավոք հազարներություն, ես չկայ ժամանակ ծխել նախ տղամարդկանց, հետո կանանց։ PR-ը մարդկանց համոզել ուտել կարտոֆիլի մուտքը Եվրոպա ուղեկցել է քաղաքացիական պատերազմներով, խայտառակ առնահեղ քաղաքացիական պատերազմներով։ Հռոմում բանադրում էին, այսինքն անիծում էին կարտոֆիլը, որովհետև որոշակի պատճառներ կար դրա համար, որպես սատանայի պտուղ, որտեղ կարտոֆիլի, ինչպես նաև լոլիկի վերևի ցողունը ուտելը բերում են թունավորման, ու այն ժամանակվա բժշկությունը նաև չէր բուժում, հետևաբար նաև մահվան։ Այսինքն մարդն ասում էր կարտոֆիլ են կերել ու մահացան։ Բայց կարտոֆիլը չէի կերել, ոչ թե անմատներ ան կրայից ինջր սացիներ։ Հա, բայց ինքը քանի որ ընկալում է ամբողջության մեջ սա կարտոֆիլ պտուղն է, կարտոֆիլ բառն էլ ուրեմն տրյուֆել իտալական կոնֆետների անունից է գալիս։ Տարտոֆել են ասել, հետո կարտոֆիլ է մտել Ռուսաստան, Գերմանիայում առայսօր տարտոֆել է, իսկ իտալացի տրյուֆել կամ տարտյուֆել են ասում։ Իսկ տեսքի հինկվա տրյուֆելները ասեն սիժոն հղկված սառույցի նման փոքր կապ չունեն իտալական տրյուֆելներին, որտեղ ասես գնդով շոկոլադներ էին, թե հիմական է։ Հիմա Աջան։ Կարտոֆիլը։ Հա, ու դառը քաղցր, ի սկզբանե շոկոլադը դառը տեսակա։ Դուք ասեցիք մոտավորապես Տրիֆերի մասին է, չէ՞, տրիֆերը հենց սենգի տեսակ է, չէ՞։ Չէ։ շատ Գուցե, բայց ես նկատում եմ տրյուֆելը որպես իտալական շոկոլադի տեսակ, որ հիմա այս տրյուֆել անվանումը համարվում է Կարտոնի պես աճում է գերնի տակ դրան։ Հա, դա էլ մի տարբերակ է, բայց կարտոֆիլի պատմության մեջ անուն առավելապես կապել են այդ իտալական ծորմոր տենց շոկոլադների հետ։ Դուք ասեցիք ինչ ենք հասկանում PR ասելով, ես ուզում եմ մի քիչ ավելի այլ կերպ ուղղորդենք մեր միտքը, իսկ ինչ կուզենայիք հասկանալ PR ասելով։ Եթե դուք ունենայիք մի գիտելիք կամ հմտություն, որը հնարավորություն կտար ձեզ կոչվել PR-ի շատ լուրջ մասնակից, PR-ի գիտակ, այդ պարագայում ինչ կուզենայիք, որ լիներ PR-ը։ Ինչ գործառույթներ կուզենայիք, որ կարողանար անել PR-ը անհատապես ձեր համար եւ ազգի համար։ Համարյա կախարդական հայտքի մասին եմ հարցնում, ամեն PR-ը դնում, որ ավելի գիտական, ավելի սես նոր բանություն։ մտածելակերպի փոփոխություն։ Այսինքն դուք ունենայիք մի զորություն, օրինակ բարի բան անելու, ինչ-որ լավ գործ անելու համար ինքը խտան հանդիսանար։ լավ, դուք իմիջիայլոց մտածեք ինչ կփոխեիք, 3 բան մտածել եք, ուրիշ, ինչ կուզենայինք, որ լիներ PR-ը, եթե մենք պատկերացնենք, որ իդեալական տիրապետ ունենք դրան։ Զարգանալու գործընթաց։ Ում անհատի, ազգի, աշխարհի ինչ ուղղությամբ, տնտեսական, ռազմական, մշակութային, բոլորը։ Միասին վերջը։ լավ։ Ուրիշ Որպես ազգ կայացման միջոց է
Հա, բայց մի ընդհանրացրեք, ժողովուրդ ջան, այդ ձեր վերջի երկու պատասխանների մասին ասում, ընդհանրացումները վտանգավոր են այն առումով, որ եթե այս հարցն ինչ կուզենաք լիներ հոգեբանությունը, սոցիոլոգիան կամ պատմությունը, պատմագիտությունը, տնտեսությունը, ձեր պատասխանը տեղը կաշխատեր։ Բայց օրինակ եթե հարցն ինչ կուզենաք լիներ տնտեսագիտությունը ու հնչեր մարդկանց մտածելակերպը փոխելու միջոց, այդքան չէր դառնում։ Մի քիչ ավելի կոնկրետացրեք։ Հասկանում եմ, որ շատ մեծ բաներ կուզենայինք, որ դա տար, բայց եթե տեղայնացված սովորաբար շրանց մի հարցադրում կա հնդկական ավակներից եկածով ասում են հնարավոր է փի ուտել, աշակերտները ուսուցչին են հարցնում, ասում են իհարկե, եթե մաս։ Այնպես որ հնարավոր է, բայց պետք է մոտեցում լինի։ Ձեր հարցը կարծիքով հրաշալի կլիներ, եթե PR-ը ֆիլտր ունենար իր մեջ, որ մարդկանց որոշակի խումբ կա, որը PR-ը ընկալում է որպես միանշանակ երևույթ, ու եթե ֆիլտր լիներ, գոնե իրենք հնարավորություն կունենային ընտրել մտքով, ոչ թե ենթագիտակցություն։ Մանիշ բարձրանել ասել։ Որպես ֆիլտրը հասկացա, բայց մտքով ընտրեն ոչ թե ենթագիտակցություն չի դարձած լիներ, որովհետև հիմա շատ հաճախ մարդիկ ենթարկվում են դրան ու ընտրում ինքնաբերաբար։ Հա, հասկացան չեք ասում։ Շատ ցավոք բան է ասում իրականում, որովհետև հավանականությունը, որ դուք ձեր վերջին 10 ընտրությունից գոնե մեկը կատարել գիտակցաբար, հավասարվում է 0-ի։ Դուք անձնապես եւ դուք բոլորդ միասին ելցրեք։ 10 ընտրություններ, որոնք օրինակ բերեմ, ասենք շուկայական հարաբերությունների մեջ, արվել են գիտակցաբար, եթե մեկ այդպես է, բրավո։ Մենք բոլորս առաջնորդում ենք շատ անխատեսելի վարքի դրսևորումներով, որին գերազանց տիրապետում են մարքեթինգի, գովազդի ու PR-ի մասնագետները։ Իրանք արտակ դուք գիտեք, այսօր ծրագիր կա, ես 3 եմ իմացել, այդ վաստորքն ու ոգևորությունը այսօր հենց ձեր թարն է, սկիզբ են դեսել։ Ուրեմն Yandex անալիտիկը, եթե գիտեք էլ ես ամենիշ մասին Google անալիտիկը, Yandex-ը նորություն տալիս կայքի այցելություններ, որին եթե կարդաց ինչքան մնաց է աշխարհում։ Yandex-ը մի հատ գործիք ունի ազատ անվճար, որի միջոցով դուք տեսնում եք կայք այցելած, նաև վերաբերում է սմարթֆոններին, պլանշետներին, օգտատիրոջ տեղաշարժը։ Այսինքն ձայնագրում մկնիկն ուրա տանում բերում, ինչի վրա ասխմում, ինչքան է մնում են տեղ ուժ որ մնաց։ Սան ու հետո տալիս է ստատիստիկա, 1000 հոգի որ մտել է ձեր կայք, հենց կայքը բացվել է աչքի առաջ, մի անգամից աչքը քաշել է աչ կողմի այս հատվածը, իջել է այս փնջի վրա ասխմել ու սենց։ Սա հնարավորություն է տալիս մի ամիս, բայց սա վիդեոյով էլ է տալիս։ Դուք վիդեոն դնում եք, նայում եք ինչա կատարվել։ Այսինքն օգտատեր, անգամ եթե Facebook-ով է հայտնում ձեզ մոտ, դուք կարող եք իմանալ որ օգտատեր համատեղ ձեր կայք։ Վերորպես, հա ինքը։ Հա, այո, բայց ինքը ձայնագրում է, վիդեո դառնում, փոխանցում է ձեզ։ Հիմա նայեք, եթե կայք ընկել է Facebook-ով, մենք հետադարձով կարող ենք հասկանալ որ օգտատերն է։ Եթե հետադարձով հասկանում ենք որ օգտատերն է, այդտեղ առավել ինֆորմացիա բացվում, սերոտալի փաստը, նախասիրությունները, ու տեսնում ենք ինքը ինչ տեղաշարժարել կայքի մեջ։ Առաջին հայացքից դա պիտի լիներ այն դիջույթը, որ մի րոպե մենք ունենք անձնական։ Իմիջիալոց այդ մնում է ուղղակի ոնց որ ասացիք ժամանակը ոսկի է բոլորս ուրախ շփտացին։ Այնց էլ անձնական դիջույթ հասկացությունը արդեն մեծ մարդիկ են պետք է հասկանանք, որ դա ժպիտ առաջացնող հասկացություն է։ Հիմա արդեն այսօր սարսափ ժանրից մի կինո եմ ասելու, ուժես չի, բայց ապագային է վերաբերվում ու շատ կազդվեք, գրեք արդեն, չորնե զերկլը, ու մոտ բջջային հեռախոսկա ինը դրել եմ տավորելով։ Այ բարձրացրեք բերեմ, դա է չորնե զերկլը, նայեք ու շատ բոլորիտ մոտ կա։ Այդ ֆիլմի երկրորդ սերիայում, երկրորդ կամ երրորդ, ցույց է տրվում մի տեխնոլոգիական նորամուծություն, որի տրամաբանությունը իմ համար, որ ես ընդհանրապես ավիամոդելային խմբակ երբևէ չեմ հաճախել, իմ համար անգամ պարզա թե դա ոնց հնարավորն է այսօր լինզաներ կամ մարդիկով գրել են կամ գրել են ուրեմն, հա, չէ, ինքը ուզում ասեմ ինչքան աննկատ, աներևույթ գրեթե ու հարմարավետ գրող որ սովորում արդեն հասկացություն է երևույթ։ Ուրեմն լինզաներ են, որոնք ընդհանրապես երկու ֆունկցիա են կատարում։
մի հատ բոլորը նայեք ձեր հեռախոսների տեսախցիկին։ Չէ, հետևի տեսախցիկ։ Դրա չափը փոքրությունը նայեք ու պատկերացրեք, որ այսօր կարողանում են դրա ճկվող տարբերակ ստանալ։ Այսինքն ձեր մոտ թվիորդի է, չէ, կոշտ մատերիալից է, ճկվող։ Ուրեմն լինզաներ են, որոնց սև մակերեսը կարողանում է պատկերը վերցնել, բայց ինքը հիշողություն չունի, հիշողությունը 0 է։ Մեկ էլ մի հատ հետը կցորդ կա, Wi-Fi է, որը ստացած տեղեկությունը փոխանցում է ձեր գրպանի սմարթֆոնին ու կախված ձեր քարտի հզորությունից 24 ժամ կարող է նկարահանել։ Այսինքն, եթե մենք վախենում ավելի բեկար, ընդեղ չէին ֆայլներ, որ այդքան կարող է զարգանալ։ Տերմինատորի մեջ այդ բան չկա, որ այսօր իրականություն չժողով։ Տրանսֆորմերներ կան, ձեր նշած Իսրայելը զորք անցկացնում արդեն ոչ մարդկային տարբերակի սահմանափակ զորքերը ռոբոտներ են։ Մեզ մոտ հենց տղեկ են, սարի պես տղեկ։ Սարն է, որևէ մի հատ սար։ Այ մենք տենց ենք էլի պահում սահմանը։ Համ ադաթով, համ էլ չետ ընկնելով, բայց ոչ սաղ ժամանակ։ Ուրեմն, եթե մենք նեղում ասում ենք, ուր գնում են սաղ կամերայական այսօր վարորդները, առաջապ վիդեոկամերա, սուպերմարկետ եւ այլն, հեսա կասեմ ես տեսախցիկների հետ կապված բան, բայց չշեղնեմ, ապա ընդհանրապես վաղը, այդ վաղը դարձա վազովի արագությամբ, բոլորը աչքերը տեսախցիկներ են։ Այդ ֆիլմի մեջ մատուցվում է հետևյալը, որ հանցագործության պահին, եթե երրորդ անց կա, դատարանը վկայության կարիք չունի, որտեղ սերվերը բացում են, այն երրորդ անձի աչքի մեջ նկարածը տեսնում են ինչա կատարում։ Հիմա ովքեր որ տեխնիկական կրթություն ունեն, ովքեր որ պատկերացրեցին ինչ եմ ասում, պետք է նաև հասկանան, թե ինչքան միլիարդ են պատրաստ աշխարհի տերերը բացասական առումով դնել այս պրոյեկտի վրա, ասենք օրինակ ռակը բուժելու համար այդքան պատրաստ չեն։ Չբուժվող ռակը միլիարդների ինդուստրիա է։ Ատամ աճացնելու տեխնոլոգիան ստեղծողին սպանեցին 3 տարի առաջ։ Ինքը սերմը ատամի դնում էր լնդի մեջ, հատուկ պատերը ուղղորդում են ու ատամի այդ ամբողջ տարապանքն ասում էր, ատամը սկսում էր աճել։ Հեսա որ նորից մեկը հայտնվի, միշտ լինում է, նորից գնում է տեղի կունենա։ Մինչև եսի միշտ գնով հաղթահարում։ Բայց այդ դեպքում մարդկային կյանքի տևողությունը էլ ավելի շնորհով կակասի իմանությունները ավելի շատ, որովհետև ի վերջո ինքը բան է, չէ, տեխնոլոգիա է ու աչքի մեջ պատկերացրեք ու կապված է Wi-Fi-ին, ուղղակի սարսափ։ Ու իրականում ասեմ ժշտության ոլորտը այնպես չի, որ լավի քնած է, ես ընդհանրապես ասում եմ, եթե միլիարդներ ունեցողներին դուք առաջարկեք երկու ներդրման ոլորտ, առաջինը ռակը բուժել, դարձնել տաբլետով բուժվող հիվանդություն, եւ երկրորդը աչ լինզաներ լուսանկարանում, իրանք թերմորալով ֆինանսավորել իհարկե երկրորդը։ Բայց տրամաբանությունը բոլորը հասկացած չէ, ճկվող տեսախցիկներ են սերվինի։ Հələ դուք հիմա ձեր հեռախոսների դիմացի կամերային նայեք, տեսեք հազիվ եք գտնում։ Նայեք հազիվ եք նկատում, տենց որ վերելակներում կա իսմոտ կա, եւ տրանսլյացիա Wi-Fi-ին կապած է ինքը, Wi-Fi-ին գտնելու այս ֆլեշկաները որ հիմա կան, ամենափոքրերը որ արդեն վաճառվում են, ասես մի հատ բարակ գիծ է։ Դրանք պրոստը դեռ ճկվող չկա։ Վերջ, հեռախոսը եթե զայլատ կանոնի հիշողություն, ինքը այդ ամբողջը նկարում։ Եվ պետական անպատասխանորայնքով էլ եթե պետք է դա մայր սերվերի միացած լինի, այնտեղ մնում է ինչ-որ ժամեր, ինչ-որ հնարավորություններ անձնական կոմպյուտերային կամ ինչ-որ հատուկ ակնոցներ ու վերջ։ Այդ ամենից չտանում որ մարդկանց հեշտ կարող է, չէ՞ չիպավորմակ տանում։ Իհարկե։ Հիմա հետ գալով ես ասացի ոնց որ ժամանակը ոսկի լեգենդը ձեր հիշողությունները պահպանել է, այդպես էլ քիչ անց պիտի պահպանվի, որ մարդը ունի անձնական ազատություններ։ Ձեր սոցցանցերը ձեր մասին ավելի շատ բան գիտեն, իմներ, քան մեր տնեցիները։ Իսկ դա նշանակում է ինչ-որ մարդկանց թիմ ձեր մասին ավելի շատ բան գիտի, հաստատ ձեր տնեցիները։ Ինչի՞ նա։ Ձեր անհագասը։ Նազիկ ջան, ինչի՞ տրեյնինգ ենք, ինչ հանդիպում ասա։ Իսկ ոնց է կոչվում դպրոցը։ Եթե վաղը մյուսօր դու հաջողության հասար այս ուղու վրա, այդ ժամանակ իրանք քեզ կասեն ինչն է։ Հիմա ուղղակի հավաքում են։ Ուրեմն մի մարդու կյանքի տևողությամբ ամբողջ ինֆորմացիան տեղավորվում է այսքան տարողության բանի մեջ, որը պահում են իրանից հետո 100 տարի ու ոչնչացնում։ Որտեղ նայեք Facebook-ի սերվերները։
Այսինքն 2000 ամենավաղ ձեր մոտ edge բացած, օրինակ եթե 2008-ին բացել եք Facebook-ում edge, անցել է գրեթե 10 տարի, այդ ինֆորմացիան մազի ճշգրտությամբ պահպանված է, չեն ջնջել։ Ինչն է ապետ։ Ասում են դու էլի, թողնի։ Պետք է գա, բաղոր հասավ ես աղջիկը որոշակի կետ։ Արդյոք կառավարելու համար։ Իհարկե, իսկ կառավարելու միլիոնավոր եղանակներ կա։ Այս կոնտեքստի մեջ այս բոլոր չարիքները, որի մասին ես խոսում եմ, հենց այն բարերից հետո ասածս իրականության պտուղներն են։ Եվ մարդ ով ասում է ես ռեալիստ եմ, ռեալ բառը նույն ձախն ունի, ռոյալ արքայական, ռոյալ estate, որ ասում են real estate։ Մարդպես գլուխ մտցել եմ real estate, սի անշարժույթ նշանակում է real with։ Վարվին իսպանական ցակում բառացուց տգավանում է royal estate, որ նշանակում է ձեր real estate-ը, այսինքն ձեր անշարժույթը պատկանում է royal-ին, հագավորին ձերը չի, այդպես է կա։ Այն ինչը ճանաչում ենք իրականաշրջանում, դառնում է ձերը։ Այս կոնտեքստի մեջ իրականությունը դեպի ուր գնում է ամենակ Հայաստանում չի ամբողջ աշխարհում, տանում է տեխնոկրատիայի, որը կառավարման մի եղանակ է, երբ որ դուք դաժե չգիտեք ում դեմ դուրս գա, ում դեմ ցույց անեք, ում դեմ պայքարեք։ Պրոստը չգիտեք։ Դուք հասկանում եք, որ նա ում դրել են որպես չուչել, որ իր վրա ջղայնանակ կամ իր դեմ ապստամբեք, նույնն է, որ չինական կաբինետները, Չինաստանում կան քաղաքապետարանների ժեկերի մոտ հատուկ բուտկաներ, որտեղ մտնում ես, տարբեր պետական այրերի տեսքով մանեկեններին կանգնած, ու քեզ հնարավորություն են տալիս ամեն կերպ վարվել այդ մանեկենի այս գումարի դիմաց։ Դա չինական հոգեբանները պնդում, գտել են եւ պնդել եւ հաստատել են, որ արտակարգ օգնում է սոցիալական հոգեբանության բանին, բալանսի մեջ պարը։ Հիմա իմիջիայլոց Հայաստանում կաշխատի։ Գրեք որպես բիզնես շիշ ջարդերուն է կա ավելի անմեղ տարբերակն, այսինքն ոչ թե մանեկեններ են, այլ շիշեր ապսել։ Թերապիա է ձեր ասած եք, հոգեբանության հարաբերությունները ապել զայր բանականներ, հոգեբաններ մարդը վճարում է տարածքի գրքի գումարը, ինքը խոթվում է ամեն ինչ։ Չէ, պայն ֆիժեկից չնայածած դուրս այդել, ներորից արդեն ով է դարձալիս։ Ես, այդպես բան կար, չէ, ասում են, թե մեսենջերը ու WhatsApp-ը չի ձայնապում։ Ինքը ինչ բացել է ձայնապում։ Որևէ իմաստով, ինչ իմաստով ուզում են ասում։ Մանյանի ասեն ավետավեն։ Հայքյատների հանդեպ կտչում են զգուշ, ես հայքյատներին կհասնենք։ Ուրեմն, այդ նյութերը ընդհանրապես նշանակում է, որ տվյալ սոցցանցը քո երկրի հետ դերևս չունի նույն հարաբերությունները քո երկրի պատկանյապահմանների հետ, որը որ ունի այն մյուս սոցցանցը։ Այսինքն, Facebook-ը Հայաստանում կոնկրետ թիմ ունի, կոնկրետ իրանով զբաղվում են, կոնկրետ սոցցանցը, որը հաշվետվա մեր երկրին, մեր ժողովրդավարներին զանգի հիման վրա կամ համապատասխան գրության հիման վրա։ Իսկ այդ WhatsApp-ը, Viber-ը կարող է մի չինական կորած Յակուցումի անունով ինչ-որ սոցցանց կարելի է նույն կերպ օգտագործել հարաբերելու շնորհիվ, բայց չունի կապեր քո կառույցների հետ։ Բնույթ իրանք ինչ-որ պաշտպանման շերտեր ունեն անշուշտ, որը որ մեզ կարող է ուսադրել, որ ահա եթե մենք մտնում ենք ինտերնետ, տեսեք, ուրեմն ես դերևս ուսանող էի Իրանի պետական համալսարանի սեքշնում եւ այդ ժամանակ մեզ ծանոթ մի աղջկա համար պոլիտեխնիկում, որ գծով դիմացներ են գնում, մի խումբ տղաներ գնացել էին այդ աղջկա համար մի ուրիշ տղայի առանձին վերցած լղկել էին։ Այդ տղան գիշեր էս աղջկա այդ խոսալուց հետո այն ժամանակ Facebook, Messenger, մյուսը չկար, ICQ էր։ ICQ-ով այդ առաջին այդ սոցցանցերից էր, խոսացնելուց հետո ասել էր, որ ես կարող եմ քո համակարգչի դիսկավոդը, ես ծրագրավորում եմ, բացեմ, փակեմ, գիշեր 1000-ին աղջիկը դիպլոմային ավարտում, որ իրա 6 ամիս աշխատել է, ծրագրով սկսում է այդ աղջիկը համակարգիչը նոթբուք չի, բանը բացել, փակել դիսկավոդը։
որովհետև ազդեցություն կա, այսինքն դու չես գտնում, բայց բացվում ակում։ Ֆոկուսի չմոռ։ Հետո ես իմ ինչ-որ շանտաժի թեմա բանալին, ասում եմ, սա դիպլոմային կջնջեմ, հաջորդ չեք աչքի դրել։ Եվ այս տղեն պարզվեց հեչ կատակից գլուխ չի անում, իրոք ջնջել էր։ Չներ էր աչքի, հաջորդ օրը աչքի դիպլոմային։ Այդ տղեն բնականաբար Համայրա տենց է եղել արխայներեք, որակը երաշխավորում եք, ուրեմն դե հիմա Այս անում Բայց այդ տղեն սկզբից իշխված տվել էր, չէ? Դիսկավալը բացել էր, որ կծեր դիսկի վրա դիպլոմային է, դաղջիկի չի ֆայում է, խմել դիպլոմային չէ։ Ու ծրագրի միջոցով դա արել էր։ Ես ինչի ես պատմությունը արխիվից անեցի ձեզ ներկայացրեցի։ Այս տեխնիկաների կամերան երբ որ միանում, աստեղ կողքի փչու լույսը վառվում է, բայց դա ծրագրային լուծում է։ Ծրագիրը կարող է նաև այնպես աշխատել, որ այս լույսը չվառվի։ Հասկանում եք, չէ՞ ինչ ասում, ձեր տանը, ձեր գրասենյակում, այսօր ստեղ է։ Այսինքն ինտերնետի միացած համակարգիչը, որը ինչ պատճառով ուզում է տեսախցիկը միացնի, ձեր լույսը, որ ինքը որ միանա լույս լինի, այնքան էլ արդարացված չէ, որ եթե միացնողը ինչ-որ խարդախ մեկն է ուզում ինչ-որ բան անել, լույսը ծրագրային կարող է բլոկ գցել։ Մենք այս կետում հասանք դրան, որ համակարգչային գլազոկների արտադրությունը ապօրինաբար կարող է շատ շահեկան լինել։ Ստեղ փակելը միակ եղանակն է, եթե նման ֆունկցիա ունեք։ Դուք հիմա չունեք, բայց ազգային կառավարիչները վաղ այսօր անպայման կարող են բախվել այդ հարցին։ Այս տեխնիկայի ողջ սարսափը, որը նշեցի իրականության պատողա, ուղիղ կապում ձեր բռնելի գործի հետ, որովհետև պետական պաշտոնյաների կեսից ավելին այսօր համարյա տրաֆիկինգի զոհեր են եղել ջան։ Իրան զանգում ասում են մոռացար աղբեր ջան, կամ կարդացեք ցանկացած կրիմինալ ձեռնար, դիվանագիտական ձեռնար, լոբիզմը, որ այսքան խոսում ենք հայկական լոբի Ամերիկայում, ինչ է նշանակում բացի կոնյակ խմցնելը պատիվ տալու հետ ընտանիքով ընկերություն անելու, երբեմն շանտաժ։ Նույնը նաև այլ ազգերի լոբիզմը։ Վարդան ջան, մենք երբ ենք մի 10 րոպեից 10 րոպեից, ես երեխեքին շատ չտանջեմ, մի հատ վիդեո կարող դնենք նայենք, հա։ Իհարկե։ Խոսք եղավ, որ մարդկանց վրա է Այո, ակտիվ է թեմաները շատ հասանք։ Ծրագրից օգտվել եք կամ եք բանջի, եթե իրականացի արդեն կարիք չկա օգտվել միջով ծրագրերից, վիդեոկայքերից, միանգամից կարող է կառավարել։ Չէ, կարող են տարբեր ֆունկցիաներ կառավարել։ Այսինքն այդ չիպերը դերևս ներդրված, ինչ ասեմ, հնարավորություն տալու տեղաշարժ հասնելու, հնարավորություն տալու, որ ձեր վրա դուք գրեք ձեր անձնագիրը, քարտը, սոցքարտը, ձեզ վրա դուք գրեք բանկային տվյալները եւ այլն։ Բայց դեռևս եթե նկատում եք մտքի դաշտում կառավարման գործառույթ իրականացնի, ճանապարհին են, բայց դեռ չեն ասել։ Ես ասեմ, որ հա, միջայլոց այդ ֆիլմերը մեկ-մեկ այսպիսի հարցեր են լինում, որ եթե տենց հախեն ապաշխարադնում ցույց տալի մարդկանց, ինչ են ասում, sense տեխնոլոգիաներ կա, ընդհանրապես ֆանտաստիկ ֆիլմերը, ու ցանկացած ֆիլմ, մինչև 2000 թիվը ֆանտաստիկ ժանրի գնացեք այսօր երեկոյան հայեք, եթե այդ ֆիլմում գտնեք մի բան, որ հիմա դուք դրա մեջ չեք ապրում, եկեք ասեք այդ ֆիլմը իմ ֆանտաստիկ ժանրից։ Ցույց տալու նպատակը հոգեբանորեն մարդկանց նախապատրաստելն է դրան։ Երբ որ դու միլիոն անգամ ասում ես, որ չիպ ենք տեղադրելու ձեռի մեջ, ինչքան էլ մարդիկ ուզում են նրան ոստանում, այդ էներգիան սպառվում է։ Ու երբ որ մի օր գալի մեկ, եթե չի կարա մեկը գա, ասի, գիտեք ինչ ժամանակներ են եկել, չիպ են տեղադրելու ձեր ձեռի մեջ, նորություն է, սաղս է գիտենք։ Ու դու արդեն նահանջած ես։ Ահա դրա համար էս լրահոսը որ կա, ամեն օր տեսնում եք, զարոտ զարթում եք, նրան մորցեցին, դա հոգեբանորեն նույն ֆունկցիան է։ Ձեր մեջ ենթագիտակցական վախեր է սերմանում, որը առաջնորդի համար հակացուցված է։ Սասնա ծռեր էպոսում, երբ որ ծովինարին գալիս ասում են Բաղդասարին ու Սանասարին պիտի գլխատենք ու քեզել, մայրը ծովինարը, որ որպես ապագա մայրեր բոլորիդ համար ոսկե կանոն հիշեք, մի բանի համար աղոտ կանում։ Անելանելի վիճակա 100% պիտի գլխատեն, որ տղեկը անգամ այդ բային վախ չունենան։ Գլխատելու տեխնոլոգիա ասում դահիճներին, որ հնենց գլխատեն, որ երեխեքը վախ չունենան մինչև վերջին վայրկյանը։ Վախը դա թույն է, դա սերմա, որը սենց ինստալյացիա արվում է ուղիների մեջ։
առաջնորդը վախենում է ոնց առաջին եկել ասի դուք սխալ եք սա։ Իսկ առաջնորդը որը մի օր չի կարող ասում դուք սխալ եք, ինքը կոնֆորմիստ է, հիմնականում առաջնորդ չի։ Ես ուզում եմ ձեզ ցույց տամ մի քանի արված պրոյեկտներ։ Ես հայատար գրում եմ, ուրեմն որոնք PR պրոյեկտներ են, ու անցնենք ընդմիջման։ Ուրեմն մեզ տեսել հեղինակը ձեր խոնար ծառան է, մեզ Երևանում Բաղրիվան թաղամասում գտնվող մի թաղամաս նորակառույց, որի թիրախը սփյուռքահայերն են, հարուստ հայերը, որոնք առանձնատուն են ապրում այստեղ, կամ ապրում են կամ ուղղակի առնում են տենդենս է, իջումա, որ իրանց թաղամասը PR-ան է։ Հենց որ մինչև սփյուռք են վերջի ծերը այդ վարմավալը հասնի, մարդիկ իմանան թաղամասի մասին եւ շատ ցանկալի է որ մտնի լրահոս, այդ թվում այդ պարկեր եւ այլն, առանց մի դրամ վճարելու դրա դիմաց։ Այսինքն իրանք չեն պատրաստվում շանթ հեռուստաընկերության լուրեր մտնելու համար վճարել, չեն պատրաստվում մյուզեումին, կայքերին վճարել եւ մյուս հեռուստաընկերություններին։ Մենք ներկայացնում ենք իդեալներ եւ ներկայացվածներից այս իդեան իրանք հավանում հաստատում են, անկեղծ ասած սա հենց մեր սրտով էր, կես միլիոն դրամ գումար ենք վերցնում, դա մի 5-6 տարի առաջ էր հոկտեմբեր ամսին, եւ ընդհանուր ինքնարժեքը մեզ վրա նստում է մոտավորապես 30-35 հազար դրամ։ Անում ենք այս նախագիծը, որից հետո մինչև մարտերն ասում են ախպեր բան, բայց այդ ինչ արեցի։ Հիմա ես ցույց եմ տալիս ռեպորտաժը, որը մեր արածի արդյունքում շանթ հեռուստաընկերություն հեռարձակեց լուրերի մեջ Արմեն Դուլյանն էր այն ժամանակ լրատվական վարում, համարյա նախագահի այցելությունից ևս մի երկու կարևոր լուրերից հետո սա էր, այսինքն կոմերցիոն բլոկի մեջ չէ, հենց լուրերի մեջտեղ։ Նախնադարում iPhone են օգտագործել, ինչու են թաքցնում իբր հնագույն գտածոյի հետքերը։ Եվ այսօր մանավանդ սոցիալական կայքերում աշխուժորեն քննարկվող մի այսպիսի թեմայի մասին մամուլում լուրեր էին տարածվել, երևի գիտեք, թե Սիրող սրտեր կոչվող թաղամասում հայտնաբերվել է ժայռաքանդակ, որի վրայի պատկերը հիշեցնում է ժամանակակից iPhone հեռախոսը։ Մեր նկարահանող խումբը այսօր եղել է կառուցվող թաղամասում, աշխատակիցները հայտնել են, թե այնտեղ տնօրինությունից մարդ չկա եւ չեն թույլատրել նկարահանումներ կատարել ներսում։ Շինարարությունն իրականացնող Էկոպանել-Շին ընկերության աշխատակից Աղավնի Ղազարյանը հեռախոսազրույցով պատմել է, որ ժայռապատկերը հանձնել են փորձաքննության, թե կոնկրետ որտեղ չի մանրամասնել, ասելով, որ դա ընկերության գաղտնիքն է։ Նա խոստացել է մեկ շաբաթից ինֆորմացիա հաղորդել ժայռապատկերի իրական ծագման մասին։ Սովորաբար նման դեպքերում փորձաքննությունը վստահում են Հնագիտության ինստիտուտի աշխատակիցներին, սակայն ժայռապատկերների գծով մասնագետ Աննա Խեչոյանը մեզ հայտնեց, որ ինստիտուտին նման հարցում չի եղել։ Շատ հետաքրքիր է, եթե մի քանի տարի առաջ, ասենք, հայտնաբերվել, երբ դեռ iPhone չկար, գիտեք, iPhone-ը ընդամենը մի քանի տարվա պատմություն, այն ժամանակ ինչին պետք է նմանեցնեին, դա թողնում ենք ձեզ, այսքանով մենք ավարտում ենք, դիտեք իհարկե նաև մեր եզրափակիչ տեսանյութերը, իսկ մենք բոլորս ձեզ հրաժեշտ ենք տալիս, տեսություն, մինչև վաղը։ Ուրեմն 3 անգամ եղել է լրահոսի մեջ, նաև ժամը 6-ին աղջիկ էր շվարողը, ու իր խոսքում էլ էս մասին եղել է, ու ռեպորտաժը եղել է, սա այն ինչ տեսել են այն մասաները, այդ թվում նաև սփյուռքը, հիմա ոնց սա հնարավոր դարձավ, ինչի վրա ենք մենք ծախսել այդ 30,000 դրամը։ Ժայռաբեկորը մեզ համար Թելեմեզյանում սովորող մեր ընկերներն էին արել, քարոզեցրել փորել էին, գազելի, իվաղան։ Այս տղան, որը Գյումրու հումորի թատրոնի դերասանը Երևանում բնականաբար տեղը չէին վերում, ներկայացավ ստեղ բանվոր, հեսակ տնյակ։ Աբսուրդ։
լրիվ ընկերական արել այդ ամեն ինչը, մենակ այդ սյոմշնի խումբը եկել փոշում է իշխանարավ նկարում են, ստացել է սիմվոլիկ այդ 30,000 մոնտաժում է, այս շապկան, այս հատուկ թողարկում գրածը, իմիտացիա, այսինքն սենց կայք, սենց լրատվական չկա, պատկերացրեցիք, չէ, առավոտը ժամը 10-ին մամլո հաղորդագրությամբ գնում է բոլոր լրատվականների մեյլերին, այս ռեպորտաժը առանց որևէ տեքստի, մենք ես ենք պատրաստել, Այս քարը վերջերս հայտնաբերվել է շինարարական աշխատանքների ժամանակ։ Քարի վրա արված ժայռապատկերն ապշեցնում է իր բավական լավ պահպանվածությամբ։ Ժայռապատկերի կենտրոնում պատկերված անհասկանալի իրը զարմանալիորեն նման է ժամանակակից սենսորային հեռախոսի։ Տարօրինակ առարկայի երկու կողմերում պատկերված են մարդանման էակներ, իսկ նրանցից մեկի կողքին կանգնած է այծ։ Այն հատվածը կտեսնես, այը տեղից կակրած թե փորեինք, ուրեմն Սեսքան քար էր, այն առաջվա բաներն որ կան, դու ես այդ քարանձավների նկարները, բաները, հենց մեջ տեղը, ինչ էր այդ բանը, iPhone-ի նկար, պատկերացնես հենց մեջ տեղը, այս հատվածը կտեսնես, այս ներսնգած էր, այն հատվածը էր ներսնգած, հենց այդից, տեսել է, Զանգի ղեկավարությանը եկան տարան։ Զարմանալի գտածոն արդեն շարժել է տեղացի եւ արտասահմանցի մի շարք ուսումնասիրողների հետաքրքրությունը, սակայն դեռ անհրաժեշտ խորությամբ ուսումնասիրություններ կատարված չեն։ Փորման աշխատանքների ժամանակ պատահականորեն հայտնաբերված քարաբեկորը նախ տեղափոխվել է Սիրող սրտեր թաղամաս, իսկ այնուհետև հանձնվել հատուկ փորձագիտական ուսումնասիրության։ Եթե հաստատվի հնագույն հայկական ժայռապատկերի ծագումը, ապա վստահորեն կարելի է սպասել նորանոր բացահայտումների։